Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, ունենք տեսակապ, այս անգամ արդեն իրոք ԱՄՆ Տեխաս նահանգից, մեր հյուրն է արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Պետրոսյան, այսօր շատ դեռ ցավոք շարունակում է ակտուալ մնալ մի հարց եւ ես սա նոր քննարկում էի նաև նախորդ իմ հյուրի հետ, հարցը այսպիսինն է, արդյոք ցեղասպանության միջազգային ճանաչումը այս պահին Հայաստանի Հանրապետության համար կարող է լինել առաջնահերթություն եւ արդյոք այդպիսի գործողություն, այդպիսի նպատակադրումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետեւ օրինակ եւ Հայաստանի ներսում որոշ քաղաքական ուժեր եւ Սփյուռքում երևի թե այդ նույն քաղաքական ուժերը ակտիվ քննադատում են պաշտոնական Երևանի դիրքորոշումը եւ նշում, որ ցեղասպանության միջազգային ճանաչումից որպես պետական քաղաքականության մեջ առաջնահերթությունից հրաժարվելը դա, չգիտեմ, դավաճանություն է, դա քիրվայություն է, դա թուրքերի եւ ադրբեջանցիներին ինչ որ սխալ դիրքորոշում է նրանց նկատմամբ եւ այդ ամենը ոչ մի լավ բանի չի կարող բերել։ Ինչ հետաքրքիր է ձեր տեսակետը այս կարևոր մանավանդ հաշվի առնելով այսօրվա խորհուրդը, որ այսօր 111-ամյակն է ցեղասպանության, սա շատ կարևոր հարց է, որը ցավոք, սա իմ անձնական մոտեցումն է, դեռ շարունակում է ակտուալ լինել։ Խնդրեմ։ Այո, ամենք այս թեմայի վերաբերյալ մտածում ենք ոչ միայն ապրիլի 24-ի նկարչով տարբեր քաղաքական քննարկումների ժամանակ, նախ իհարկե բոլորս համար պարզ է, որ հայոց ցեղասպանությունը ամեն հայի ինքնության մի բաղկացուցիչ մասն է, բոլորս գիտակցում ենք դրա լրջությունը, այլ երկրներում լինելուց, միջազգային գործընկերների հետ խոսելով հայ ազգի մասին, թե հաջողությունների, թե դժբախտությունների, թե նվաճումների բոլորս հիշատակում ենք ցեղասպանության հանգամանքը, սակայն հստակ պետք է իմ կարծիքով տարբերակել պատմությունը, այն ինչ մեզ համար կարևոր է, ու այս պահին Հայաստանի Հանրապետության առջև դրված առաջնահերթությունները եւ խնդիրները։ Ու այդ գիտակցումով ունենալով իրականում հայոց ցեղասպանությունը ինչ է իրանից ներկայացնում, բացի շատ կարևոր այլ հանգամանքներից, որ մեզ համար կարող են, դա քաղաքական ռեալիզմի, այսպես ասած ամենաբարձր դասավորություններից մեկն է, որ Հայաստանը զգացել է իր վրա, հայ ժողովուրդը զգացել է իր վրա, դա այն է, որ երբ որ չես կարողանում պաշտպանել քեզ սեփական ուժերով, կարող են շատ տարբեր խնդիրներ լինել, քանի որ միջազգային հարաբերությունները անարխիկ միջավայրում են, չկա մեկ, այսպես ասած, գլխավոր ոստիկան, մեկ պետություն, որ կկազմակերպի այդ հարաբերությունները, եւ նույնիսկ այն միջազգային ինստիտուտների ձևավորումից հետո երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ մեկ երաշխավորված չէ, որ Ռուանդայի ցեղասպանությունը դա վաղ օրինակներից մեկն է։ Բալկանյան թիրակղզում տեղի ունեցած դեպքը դրա վաղ իրականությունից մեկն է, որ դա մենք վերահսկացնենք։ Այժմ ունենալով պետություն մենք պետք է հասկանանք, որ այդ պետությունը ունի խնդիրներ, առաջնահերթություն, ու մենք պետք է նայենք այս պահի առաջնահերթությունների տեսանկյունից, քանի որ շատ խնդիրներ մենք դեռ ունենք։ Մենք ունեցանք Արցախի էթնիկ զտումը։ Այսինքն պատմությունը պետք է տարանջատել ներկայիս քաղաքականությունից, չխառնել մեկը մյուսի հետ, ու պետք է նաև հստակեցնել մենք ինչ նկատում ենք միջազգային ճանաչում ասելով։ Եթե ես չեմ սխալվում, մեր հիմնական նպատակներից մեկը այն էր, որ Ամերիկայի նախագահն ընդունի, որ ցեղասպանություն եղել, Ջո Բայդենը դա ասաց։ Բայց ես չեմ հիշում, որ դա հենց հետո ինչ-որ լուրջ բան տեղի ունեցավ սրա հետ կապված։ Ցեղասպանության հետ կապված մեր միակ գործառույթը, գլխավոր գործառույթը, այսինքն պետք է լինի ուժեղ պետություն կայացնելը եւ կառուցելը, ու Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի իր այս պահին ունեցած առաջնահերթությունը եւ դա իմ կարծիքով լավագույն ճանապարհը հարգելու Հայոց զորի հիշատակը։ Տեսեք, պարոն Պետրոսյան, եթե մենք շարունակենք զարգացնել այս թեման,
երկար տարիներ իրոք այդ թվում նաև Դաշնակցության կողմից, այդ թվում նաև բավականին պատկառելի ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից պետական մակարդակով հենց ցեղասպանության միջազգային ճանաչումներ դրվում որպես գլխավոր նպատակներից մեկը առնվազն Հայաստանի արտաքին քաղաքականությունում եւ դա այն դեպքում երբ մենք ունենք շատ հստակ դրված եւ շարադրված Արցախի ճանաչման խնդիրը, որտեղ ապրում են կոնկրետ մարդիկ, մեր հայրենակիցները, որոնց իրավունքները կախված էին օդից, որովհետեւ նրանք ունեին հստակ կարգավիճակ եւ անընդհատ ադրբեջանական վտանգի տակ էին։ Եվ մենք տեսանք ինչով դա ավարտվեց։ Եվ այդ բոլոր տարիներին առնվազն իրական քաղաքականություն ես կարող եմ դա ենթադրել, չէր տարվում որպեսզի Արցախը ճանաչվի։ Ես ինչու եմ դա ասում։ Ես հղում եմ անում Դաշնակցական Կիրո Մանոյանի իմ կողմից շատ հարգված մարդու վերջերս հնչած հայտարարությանը, երբ նա ասաց, որ Ուրուգվայի արտգործնախարարը գալիս էր Հայաստան, որպեսզի Հայաստանից գնա Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ ճանաչի պետական մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ այդ ամենը կասեցվեց Մոսկվայից մեկ զանգով Մոնտեվիդեո, երբ այդ գործընթացը կասեց։ Այսինքն մենք ապրում ենք պատրանքներով, խոսում ենք, ինչ է ստացվում, խոսում ենք ճանաչման մասին Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության, երբ մեր գլխավոր դաշնակիցը եւ կուրատորը բոլոր իշխանությունների Հայաստանի այն ժամանակվա դրան կատեգորիկ դեմ էր։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա չի նշանակում, որ մեզ երկար տարիներ խաբել են, մենք ինքներս ենք մեզ խաբել, գնացել ենք բոլորովին այլ ուղղությամբ եւ մեր հիմնական խնդիրը, Ղարաբաղի խնդիրը չենք լուծել, ինչը բերել է ի վերջո Ղարաբաղի հայաթափմանը։ Խնդրեմ ձեր տեսակետը նաեւ։ Այո, պարոն Ստեփան, կարծիքով շատ լավ համեմատություն է այս երկու թեմաները, ու շարունակելով նախկին հարցը, պետության գործառույթը պետք է լինի անվտանգությունը, տնտեսությունը, բանակը, լավ կրթությունը։ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դնել արտաքին քաղաքականության հիմնական խնդիր, դա բարոյական սիրուն փաթեթավորում իրական ոչ մի բան չանելու քաղաքականություն, անգործություն է դա իրականում։ Ես ուզում եմ պատկերացնել ինչպիսի աշխատանք ենք, չէ՞ մենք պատկերացնում, գնում ենք հանդիպում ենք դեսպաններ, ասում ենք որ խնդրենք ճանաչեք, 100 տարի առաջ մեր նման բան ա եղել։ Ու սկսում ենք ճնշել այդ մարդկանց քաոսությունով, որ սա ոնց կլինի անկախ պետության արտաքին քաղաքականություն։ Սա ուղղակի իրական շատ ցածր աշխատանք անելու դեղամիջոց է, դեղատոմս է, բան չանելու իրականում։ Պաթետիկ նաև որոշ դեպքերում պետության ու հիմա Արցախի հետ կապված մենք ինչպես Արցախը ազատ ագրեցինք ռազմական ուժով Ադրբեջանը ինչպես Արցախը մեզնից այսպես ասած ետ խլեց ռազմական ճանապարհով խոսակցությունները կապված թե Արցախը պատմականորեն հայկական հող է եղել Եթե մենք չափենք ինչ ազդեցություն է ունեցել նրա վրա, որ Արցախը մնա հայաբնակ, իմ կարծիքով եկիվ 0%-ի կգանք, եթե փոփոխական է հաշվենք, որ հաշվենք հայկական բանակը, որ քադով է ազդել, դա գլխավոր ազդեցությունն է եղել։ Հիմա ու Արցախի ճանաչման մասով ուզում ասեմ, սա մեկ, որ արտաքին քաղաքականությունը պետք է տարբերակել քարոզչությունից, քարոզչությունը հեշտ աշխատանք, կնեք դա մի ՀԿ էլ կարող է անել մի ՀԿ կարող է լինել Հայաստանում, պետությունը կից կառույցի կարող է լինել, պետությունը կարող է ֆինանսել եւ նրանք մի հաստատ ավելի լավ կանեն այդ քարոզչական աշխատանքը։ Քարոզչական աշխատանքը պետք է տարբերակել պետության արտաքին քաղաքականություն բանակ կառուցելու աշխատանքից։ Հիմա Արցախի մասով իհարկե ես ձեր հետ համաձայն եմ, ու այս թեման իրական գնում է Արցախի միացումից, Արցախի անկախացման թեմա, որ բավականին իմ կարծիքով չի ուսումնասիրում, միջև հիմա չի ուսումնասիրում, թե ինչու միացումը դարձավ անկախացում, հետո անկախացումը մնաց։ Բարձր իմ կարծիքով Ռուսաստանն է պետք եղել, ուղիղ խոսենք, դուք շատ ուղիղ իմ կարծիքով խոսեցիք, ես փորձում շարունակել, Ռուսաստանին պետք եղել Հարավային Կովկասում կոնֆլիկտ, դա կլինի Ղարաբաղը թե այլ կոնֆլիկտ մեծ հաշվով նշանակություն չունի, սովետական տարածքում 80-ականների վերջից, երբ որ պարզ էր Հարցը չէ առաջամ ինչու կառուցվող օպերացիայի ժամանակ ռուսական կողմը օգնում էր ադրբեջանական կողմին եւ սպանվում էին Թաթուլ Կրպենը եւ Սիմոն Ալչիգոզյանը, հետո ռուսական քաղաքականությունը սկսում էր փոխվել, Հայաստանին վաճառում էին զենքեր։
Սա պետք է շատ ուսումնասիրել։ Պատասխանը հետևյալն է, այնքան ժամանակ, երբ որ Խորհրդային Միությունը միասնական էր, հայկական կողմի դիմումները Արցախը Հայաստանին միացնելու, այսինքն Արցախի ինքնիշխան ինքնավար հանրապետությունը շրջանը Հայաստանի Խորհրդային Հանրապետության միացնելու, սոցիալիստական հանրապետության միացնելու բազմաթիվ կոչեր եւ նամակներ են եղել Մոսկվա, հանդիպումներ են տեղի ունեցել, այդ ունեն Արամ Խաչատրյանի հետ, հայկական բոլոր ներկայացուցիչները գնացել են Խորհրդային Միություն, հանդիպել են հայտնի հայրի հետ, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ եղել է, պատասխանը ոչ։ Բայց երբ որ Խորհրդային Միությունը փլուզվում էր, պարզ էր, որ պետք է պահպանել ազդեցություն հետ խորհրդային տարածքում եւ պետք է ստեղծել կոնֆլիկտներ։ Վրաստանում դա եղել է Աբխազիա, Օսետիան, մեծ Նեստերը Մոլդովայում, կենտրոնական Ասիայում իր խնդիրները հարավային Կովկասում մեր ներկայացնում Ռուսաստան հետաքրքրված չի եղել Ղարաբաղի անկախ պետությամբ, որտեղ Ղարաբաղը այսպես լիներ այն ոչ այն կարգավիճակով, որով եղել է, այսինքն իրենց կարծիքով տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրենք փորձում են իրենց լծակներ։ Հիմա դե հարցը մեզ է գալիս. ինչու է մեր արտաքին ինստիտուտները արել այն ինչ որ ոչ թե ձեռնտու է Հայաստանի կամ Արցախի ժողովրդին, կամ հայ ժողովրդին, կամ Արցախի հանրապետությունը, կամ տարբեր կերպ նշենք, այլ արել է այն ինչ որ ձեռնտու է ռուսական կայսրության շահերին։ Ոստեղ մի այլ հարց է կարևոր գալի։ Մենք որքան էլ խոսենք աշխարհակահաղական հանգամանքների մասին, այսինքն որ օրինակ նշվի, որ Թուրքիան, Ադրբեջանը մեր հարևան ուժեղ երկրներ, մենք պետք է նրանց բալանսավորենք, բալանսավորողը եղել է Ռուսաստանը, Արևմուտքը բավարար կերպով հետաքրքրված չէ։ Այո, մենք սա հասկանում ենք, Ռուսաստանը մեծ երկիր է Հայաստանի տարածքում, բայց սա կա այլ հարց, որքանով այս ռեալ պոլիտիկի վրա հիմնված գիտակցումը ժամանակի ընթացքում դառնում է ոչ մի բան չանելու, սեփական անգործությունը արդարացնելու միջոց, քանի որ դու ուղղակի պատվիրակում ես քո արտաքին եւ անվտանգային քաղաքականություն մեկ այլ երկրի, bedwanging ես անում քաղաքագիտական լեզվով, եւ նստած սպասում ես, որ ոնց է չլինի ինքը մեր դեմ բան չի անի։ Ու ես կամ ձեզ ասեմ, որ Արցախի պատերազմի ժամանակ, 44 օրվա պատերազմի ժամանակ շատ արցախցի ընկերներ, շատ արցախցի պաշտոնյաներ, այդ թվում նաեւ զինվորական հրամանատարներ սպասում էին, որ վաղը Ռուսաստանը գալու է։ Վաղը չեմ իսրո Ռուսաստանը գալու։ Ես ասում ռազմաճակատի տեղեկատվություն առաջի գծից։ Կար գիտակցում, կար այսպես Ռուսաստանը վաղը պետք է գա։ Հիմա այսինքն Արցախի դեպքն էլ մեզ ցույց տվեց, որ պետք է վարել սեփական քաղաքականությունը, սեփական ուժը պետք է մեծացնել։ Իսկ գնալ ասել, որ այ գիտեք, մեզ ցեղասպանել, բան, գիտեք, ես իրական մի բան եմ հասկացել, ինչքան անձնական հարաբերություններն են իրականում հիմնված այսպես շահերի վրա իրականում, եթե ընդհանուր շահերի վրա։ Ընդհանուր, այո, ընդհանուր թույլ պետությունները տեղ չունեն, զոհերը, թույլ պետությունները, վիկտիմները այսպես, վիկտիմիզացիան, դա չի կարող լինել արտաքին քաղաքական, հակառակը թույլերից փորձում են հեռու մնալ, թույլերին փորձում են օգտագործել։ Իսրայելը չեմ հիշում, գերմանական դրոշ իրանք վառում են օրինակ, ասենք, ես չգիտեմ, իրանք նման պրակտիկա ունեն, այսինքն քեզ ցեղասպանել են, քո նախնիներին սպանել են ու զենքով, ես հիմա ունենք վառեմ իրանց դրոշը, դրանով ցույց տամ, որ ես իրենցից վրեժ եմ լուծում։ Ես չեմ կարծում, որ սա վրեժի լուծման լավագույն տարբերակը, ես իմ Պարոն Պետրոսյան, ես էլ չգիտեմ Իսրայելում վառում են թե ոչ, բայց ես կարող եմ ենթադրել, հաշվի առնելով, որ իսրայելցիների տարբերություն մեզ շատ ավելի պրակտիկ են, ես շատ ավելի քիչ էմոցիոնալ են, դժվար թե նրանք գնային այդ ճանապարհով։ Ուղղակի ենթադրություն է։ Ես համաձայն եմ, պարոն Ստեփանյան, ու Իսրայել, ես չեմ համեմատվում Իսրայելի հետ, մենք ոչ մեկի հետ ոչ մի բան չունենք համեմատելու, առավել ևս այն ինչ որ անում է Իսրայել պետություն։ Ես ուղղակի խոսում եմ երկու ժողովուրդների մասին, որոնք ունեցել են ցեղասպանվել եւ ընտրել են ճանապարհ գնալու։ Արցախի հաղթանակը մեզ ցույց է տալիս, որ ռազմական քաղաքական ճանապարհով ես դու ձեռք բերում հարգանք, անկախություն, սուվերենություն։ Մնացած գործիքները կարևոր են, այո, կարևոր են, բայց պետք է տարանջատել որն է ամենակարևորը, որը ամենակարևորը դա ինքնիշխան արտաքին քաղաքականություն, ուժեղ բանակ, լավ դաշնակիցներ, սա է հատկապես հիմիկվա աշխարհում։ Ու վերադառնալով ձեր նախկին հարցին, իհարկե Ռուսաստանի ձեռք է տալիս, որ Հայաստանը ունենա վատ հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Իհարկե սա Ռուսաստանի ձեռք է տալիս։ Ինչու
օրինակ Բաշկաստանի հետ սոցիալիստական հեղափոխությունից հետո այնտեղի 70-80 թվականի կներեք փոխվեց հարաբերությունները Բաշկաստանից Թուրքիայի հետ փոխվեց, երբ որ Թուրքիան մտավ ՆԱՏՕ 1952 թվականին։ Մենք սա պետք է բավարար կերպով քննարկենք, բայց չքաղաքականացնենք այս թեմաները։ Ու մեր պատասխանը պետք է լինի ուժեղ բանակի կառուցումը, ու այո, Ռուսաստանը հետաքրքրված է լինելու ամեն կերպ, որ Հայաստանը չբարելավի հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջանի, ու մի բան է պետք հստակ հասկանալ. բարելավել հարաբերություններ, բացել սահման, զարգացնել ինչ-որ մակարդակի հարաբերություններ, դա ընդհանրապես կապ չունի պատմություն ուրանալու հետ, հակառակը, դա գիտակից պետականամետ ժողովուրդ լինելու գիտակցում է։ Չեմ ուզում ես օրինակներ բերեմ, մեր օրինակը շատ տարբեր, բոլոր օրինակները տարբեր են, բայց ուղղակի եկեք նայենք Եվրոպայի պատմությունը։ Վեստֆալիայից հետո մինչև առաջի համաշխարհային պատերազմ համարյա չի եղել տարի, որ Եվրոպայում այսպես իրար չսպանեն, որպեսզի ասած, որտեղ այնտեղ միայն բանակների կռիվ չէր, դա արդեն տոտալ պատերազմներ էին, որտեղ մտնում էին քաղաքներ եւ գյուղեր։ Բայց երբ որ Սառը պատերազմի սկսումով ձևավորվեց Խորհրդային Միություն երկբևեռ աշխարհակարգ, իրենք հասկացան, որ այդ բոլոր պատմական խնդիրները կարևոր են, դա պետք է հասկանալ, ու ամենաուժեղ օրինակներից մեկը Գերմանիա-Լեհաստան հարաբերություններն են։ Իհարկե Գերմանիան ընդունել է սխալ, այո, Գերմանիան ընդունել է, բայց այժմ մենք պետք է նայենք, թե մենք այս պահին մեզ ինչ է պետք, որ 29 այն Հայաստանը, որ մենք ունենք, դա պայք, իսկ մեզ պետք է նայ իրական նորմալ հարաբերություններ հարևանների հետ։ Սա այսօր ռեալ պոլիտիկի պահանջն է Հայաստանի Հանրապետության միանշանակ համաձայնվելով ձեզ հետ, որ ցանկացած լուրջ խնդրի քաղաքականացումը իրականում աղավաղում է այդ խնդիրը եւ մարդիկ սկսում են սխալ ընկալել հայությունը։ Այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ հիմա մեզ մոտ մանավանդ նախընտրական շրջան է եւ ցանկացած հաց քաղաքականացումը հետեւապես ներկայացնում է մեր մարդկանց, մեր ընտրողներին, իսկ իրենք դիտարկում են ժողովրդին եւ հասարակությանը բացառապես որպես ընտրող, աղավաղված։ Այստեղից առաջանում է հետեւյալ հարցը, շարունակենք մեր տրամաբանական շղթան, եթե երկար տարիներ Արցախի խնդիրը փոխակերպվում էր եւ մարդկանց աչքերը փակում էին այդ խնդրի վրա, որը կախված էր Դամոկլյան սուրի վրա մեր ժողովրդի վրա, առաջի հերթին արցախցիների ցեղասպանություն, միջազգային ճանաչում, արևմտյան Հայաստան, Մուշ-Սասուն Ардաղան, այսօր այդ նույնը, երբ արդեն Արցախը հայկական չէ, հայաթափված է, ենթարկվել է էթնիկ զտման, այդ նույն քաղաքական ուժերը հիմա արդեն աչք են փակում Հայաստանի նկատմամբ վտանգների եւ ռիսկերի մասով։ Հիմա Արցախով է դա փակվում։ Հիմա մենք գնում ենք Արցախ, ոսկե պարով ենք գնում, դրոշ վառելով ենք գնում, ասում ենք մեզ խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ պետք չէ, բաց սահման Թուրքիայի հետ պետք չէ, դեպ դա Ադրբեջանն ու Ռուսաստանն են ասում, շատ հետաքրքիր զուգադիպում։ Եվ հիմա էլ արդեն Արցախն է դարել այդ արևմտյան Հայաստանը։ Այսինքն հերթական անգամ այս քաղաքականացումը, այս մեր համար գոյաբանական խնդիրների քաղաքականացումը մարդկանց աչքերն է փակում մեկ նպատակով, որպեսզի մարդիկ գտան եւ սխալ ընտրություն կատարեն։ Եվ նորից ընտրեն անցյալի ուժերին, որոնք մեզ նորից տանելու են դեպի գահավիժում։ Ես վախենում եմ դա ասել, բայց պետականության գահավիժում։ Ես կուզեի նաեւ ձեր կարծիքը լսել, խնդրեմ։ Այո, համաձայն եմ։ Իրականում Իհարկե քաղաքականությամբ սպառվելը կրքերը թեժանում են, հատկապես նախընտրական փուլում, բարդ է չտրվել կայթակությունը եւ այսպես մեծ խոստումներ չտալ, բայց իմ կարծիքով որոշակի ամեն դեպքում կարմիր գծեր պետք է լինեն թեմաներ, որոնք այդպես չեն շահարկվում, որոշակի զսպող բան պետք է լինի։ Ցավոք դա մենք չենք տեսնում, այո, հայոց ցեղասպանությունը այսպես չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց մարդիկ դա դիտարկում են որպես բիզնես պրոյեկտ կամ վաճառվող ապրանք օբյեկտ, որ կարող են այսպես վաճառել իրենց էլեկտորատի վրա եւ ստանալ ձայներ։ Այստեղ կային հույսի վաճառականներ, իմ կարծիքով շատ լավ տերմին է, կամ ցեղասպանությունը բիզնես դարձնել եւ դրանով ապրել եւ աշխատել։ Սա իմ կարծիքով հայ ժողովրդի իրականում հատկապես այս վերջի ծանր այն ինչ որ մենք տեսանք 20 թվից հետո մենք պետք է ասենք եւ թույլ չտանք որ մեզ մանիպուլացնեն։ Այո, Արցախի հետ կապված, եթե դու չունես ասելու բան,
ոչ միայն Արցախի, այլ նաև կոնկրետ Հայաստանի։ Դա երբ որ դու խոսում ես այդտենց ոչ իրատեսական երևույթներից, դա սեփական դատարկության իրական վառ ցուցիչ է։ Եթե դու չունես կոնկրետ առաջարկներ, իսկ Հայաստանի Հանրապետությունը շատ խնդիրներ այժմ ունի, շատ ունի խնդիրներ, դե դու այդ խնդրի մասին չես խոսում, դա ինչ է նշանակում, որ այդ խնդրի մասին քեզ թույլատրված չի խոսալ, եւ վստահ եմ, որ նրանք շատ լավ հասկանում են այդ խնդիրները, այլ խոսում ես նրանից, ինչը որ այսպես շատ այսպես անպագորգոր է հաճելի կարող է հաճելի թվալ։ Բայց Արցախի հետ կապված այս նման խոսակցությունները իհարկե դա այդ ես համաձայն եմ այդ նույն տրամաբանության շարունակությունն է, ես ուղղակի ուզում հասկանալ մենք 100 տարի փորձել ենք զբաղվել ենք հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով։ Ինչ հաջողություն են գրանցել։ Այո, շատ լավ կլինի, որ երկրները ընդունեն, իմ կարծիքով երկրների շատ մեծ մասն է շատ լավ դա գիտեն իրականում, քաղաքական է այդտեղ ուղղակի խնդիրը, դա շատ լավ Թուրքիան գիտի, օրինակ որ ասում են Թուրքիան պետք է ինքն ընդունի։ Այո, լավ կլինի, որ Թուրքիան ընդունի, բայց մենք ինչ մտածում ենք, որ թուրքական իշխանությունները կամ թուրքական ժողովուրդը չգիտեն, թե ինչ է տեղի ունենում։ Իրանք շատ լավ գիտեն, ասեմ ավելին, իրանք մեզնից լավ գիտեն։ Որտեղ մեր մոտ հետազոտությունների աշխատանքների ցեղասպանություն չհասված, բայց մեր պատմության վերաբերյալ միգուցե ավելի մենք ոչ բարոյական մակարդակով ենք ուսումնասիրում մեր պատմությունը, հատկապես անգլիալեզու միջազգային գրականություն մեր մասին շատ քիչ է, հայերեն մենք շատ ենք գրում, բայց ցեղասպանության մասով ունենք մենք գիտականը, բայց Արցախի մասին շատ քիչ ունենք իրական, շատ քիչ, ավոր քիչ։ Ու մի բան եմ ցանկամ ստեղ ասել առաջ գնալու ու ձեր հարցի համատեքստում հատկապես երբ են քաղաքական ուժերը խոսում ինչ-որ թեմա, երբ որ իրանք թվում է, որ իրանք կգտնեն դրա համար լսարան։ Ամերիկան դրա վառ օրինակներից մեկն է, կամ Տրամպը եկավ խոսքերով, որ պետք է նվազեցնի Ամերիկայի ներկայությունը աշխարհում, որտեղ ամերիկացի ժողովուրդը դա ուզում էր, նախընտրական փուլում դա արեց, հավաքեց, հիմա լրիվ անում է հակառակը։ Հիմա մեր դեպքում այդ կուսակցությունին թվում է, որ երբ որ իրանք նման բաներ խոսան, օրինակ Արցախի վերադարձ կամ այն ժամանակ Մուշարտանով դեպի Վան եւ այլն, իրանք կհավաքեն ձայներ։ Սա նշանակում է, որ կա էլեկտորատ այդպիսի Հայաստանում, իրանք այդպես է թվում, ուղղակի իրանք ճիշտ է թվում։ Ու մեր խնդիրը նաեւ դա է հասկանալ, ինչու միջև հիմա մեր բնակչությունը պրագմատիկ արտաքին քաղաքացիություն կամ պրագմատիկ ռեալիաները չի տարբերակում երազանքներից, ցանկություններից եւ այսպես արդարության վերականգնումից այլ ճանապարհով, որտեղ մեր քաղաքական համակարգն է նպաստում դրան։ Ու շատ ցավալի է, որ վերջին 8 տարիների ընթացքում մենք այս հարցը բավարար կերպով չենք հասցրագրում։ Ինչու, որտեղ նույն այդ լսարաններում էլ այս խոսակցությունը տեղի է ունենում։ Դասախոսները մտածում են, որ օրինակ ասեն կա պրագմատիկ շա, կասա, նրանք վատ կնայվեն ուսանողների կողմից։ Այո, բայց որ խոսան ազատագրական, այսպես մարդու հոգեբանությամբ, շատ իրենք դասախոսը լավ կընկալվեն։ Այսպես քաջ անվախի փոխարեն իրանք կրկնվեն վախկոտ։ Այսինքն տեղի է ունենում կրթական մակարդակով տեղի է ունենում իրողությունների փոխակերպում, այսինքն իրականությունը փոխարինվում է ինչ որ, չգիտեմ, պատրանքներով։ Որտեղ ոչ մեկ չի ուզում իրողության մասին խոսել եւ վատ երևալ, վատ լույսի ներքո երևալ։ Շարունակելով ձեզ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը 3 կամ 3 էր ես Ամերիկայի ժամանակով, ինչի մասին է այդ հայտարարությունը, որ մենք ոչ մի սխալ բան չենք արել մինչև 18 թվականը, բայց որ չենք ասել, որ մեր բանակը թույլ է, չենք ասել, որ մենք դաշնակիցներ չունենք, չենք ասել, որ տարածաշրջանում բալանսը փոխվել է, չենք ասել, որ մեր բանակում կա մեծ կոռուպցիա, չենք ասել, որ մեր ռազմական ուսումնական գործընթացը չի համապատասխանում ոչ մի ստանդարտի։ Գեներալ կար ասում էր մենք դրոններով կբռնենք, մենք մեր զինվորները ձեռներով կբռնեն դրոնները։ Ես պատերազմի ժամանակ որ դրոն էի տեսնում, հա հիշում եմ իրական այդ հայտարարությունը, հիմա ես ոնց պետք է ասա ձեռքով բռնեմ։ Ու չտրվեց գնահատական իրական այդ ամեն ինչին։ Դա համար այդ հայտարարություններն հիմա արվում են։ Ու նույնը կարող է տեղի ունենալ մի քանի տարուց իրական։ Ու այդ ձեռքած իրականության խեղաթյուրում է երեք տեղի ունեցել։ Երրորդ նախագահի կողմից մի ամբողջ շրջան խեղաթյուրվել է ու
անցել է դա։ Քանի որ այդ ուժը կա, ամեն ինչ նորմալ է, խնդիրը միայն իշխող քաղաքական ուժի հետ է։ Պետության հանդեպ խնդիրներ կապած ոչ մի հարցը չկա, որտեղ այդ կուսակցությունը գործում է, մի բան էլ մեղադրում է ժողովրդին, որ ժողովուրդը իրան չի հասկացել։ Ու մենք այս պատմական դասերը իրականում, որ մենք ունենք, այդքանից հետո ապրել երազանքներով, ցանկություններով ու չհասկանալ, որ անկախ պետությունը, ուժեղ բանակը, ուժեղ կրթական համակարգը, ուժեղ տեխնոլոգիաները, սառը միտքը, ճիշտ դատողությունը, սա է լավագույն սեփական նախնիների այդ բոլոր զորությունները հարգելու լավագույն ճանապարհը։ Իսկ անիմաստ խոսալը իզուր ցանկություն առաջացնել, դա բոլորն էլ կարող է անեն։ Այդտեղ բարդ բան չկա։ Բարդ բանը ճիշտ աշխատանք, պրոֆեսիոնալ աշխատանք անելն է, 24 ժամ պետություն կառուցելը, ուժեղացնելը, սկսած խրամատ փորելուց մինչև հետախուզություն, արտաքին քաղաքականություն։ Իսկ գնալ կանգնել ամբիոնում եւ ասել, այ գիտեք, մեզ չեղասպանել են, մեզ կասեն, վայ, մենք շատ վատ ենք զգում ձեր համար, ու հետո կգնան կհամագործակցեն Ադրբեջանից, որտեղ Ադրբեջանը առաջարկելու բան ունի։ Իրանի կոնֆլիկտը ինչ է ցույց տալիս, ես լսում էի ձեր քննարկումը, հետաքրքիր շատ վերլուծություն եմ կարծիքով Հորմուզի նեղուցի հետ կապված ու տնտեսական գործոնը, որ Իրանը տնտեսական իր նշանակությունը օգտագործելով այժմ դեմ է գնում գլխավոր գերտերությանը եւ այս պահին Իրանը հաղթում է իրական։ Ամերիկան չի կարողանում հասնել իր ոչ մի ռազմավարական նպատակի։ Խնդիրը դեռ չի ավարտվել, բայց այս պահին Իրանը այո, միանշանակ ռեժիմը պահպանել 60-ից 70% հրթիռային համակարգը կա, Հեզբոլլահն Լիբանանում գործում է եւ շատ հաջող է գործում։ Եվ դա արդեն հաջողություն է Իրանի նման երկրի համար, դա արդեն հաջողություն է։ Դա հաջողություն է։ Այս Վիետնամում, պարոն Ստեփան, Վիետնամում Ամերիկան հաղթել է մոտ 20 տարի տևել է Վիետնամի պատերազմը։ Ամերիկան հաղթել է, բայց Վիետնամը այնքան ժանակ միջև չպարտվեց, ինքը հաղթեց վերջ։ Ուզում ասեմ, իրանք նման փորձ ունեն արդեն։ Հիմա բայց ինչը Հայաստանը առաջարկելու բան ունի ու խանգարելու բան ունի։ Մենք պետք է սրա մասին մտածենք։ Իրանը մենք պետք է սրա մասին իմ կարծիքով մտածենք ու ժամանակն է, որ հատկապես իմ կարծիքով երիտասարդ սերունդը ես նկատի ունեմ սերունդ հատկապես, որ այսպես ասած մեծացել է երրորդ հանրապետությունում, ծնվել է խորհրդային տարիներին, մեծացել է երրորդում հայկական բանակն է տեսել, ընկերներ ունի, որ Ղարաբաղում կռվել են, զոհվել են կամ իրենք են մասնակցել։ Այս իրականությունը կամ մենք շատ լավ տեսել ենք։ Մինչև 2018 թվական մենք ապրում էինք այդ պատրանքներով, մինչև 20 թվականը, դաժե 22 թվական մենք ապրում էինք այդ պատրանքներով։ Մենք ասում ենք ճանաչեք Արցախը, ոչ անկախությունը, բայց բանը ինքնորոշման իրավունքի թեման էր մեր թեման, ինքնորոշումը, ինքնորոշման ինչ ունեցանք, վերջում այդ նույն մարդիկ, ինչն է հետաքրքիր, մի 18 տարեկան զինվորներն էին մենակ պաշտպանում սահմանը, նույն իրանք էլ են ընդունում, որ զինվորն է պաշտպանում, այլ հաց, որ այդ ինչու 18 այլ ոչ թե պրոֆեսիոնալը, ինչքանով է զինված այդ 18-ը։ Պարոն Պետրոսյան, մենք այնքան հեռու ենք եղել այդ իրողություններից, որ մենք նույնիսկ երբ խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, մեր հասարակական դիսկուրսում մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի, այլ ոչ թե ժողովուրդների, նույնիսկ մենք չենք գիտակցում, որ ազգը արդեն ինքնորոշվել է, մենք չենք գիտակցում, որ մենք ազգ չենք, սա լուրջ խնդիր է։ Ես կարող եք շարունակել եւ ավարտենք։ Ես միանշանակ ձեր համաձայն եմ, իրական ամեն մտքի հետ նոր թեմա է գալիս։ Երրորդ հանրապետությունը ինչով է հետաքրքիր իմ կարծիքով։ Եթե մենք ու դուք նստենք, փորձենք հասկանալ, քանի ակադեմիական հիմքի վրա ես քաղաքական էսսեները, ինքնակենսագրականները, մեմուարները չեմ ասում, դրանք ամեն ինչ արժեքավոր է, ամեն գրված պետք է նայել, ես բայց խոսում կոնկրետ գիտական մեթոդաբանությամբ հոդվածների գրքերի մասին, քանի հատ կհաշվենք, որ վերլուծում է երրորդ հանրապետությունը,
Ղարաբաղյան շարժումից սկսած միջև վերջի շատ քիչ սա չլսված բան է Ամերիկայում Կուբայի ճգնաժամի վերաբերյալ իրենք գիտեն թե որ ժամին ով ինչ սուրճ էր խմում որոշումների ընդունման ժամանակ մենք ոչ մի ինֆորմացիա չունենք շատ կարևոր իրադարձությունների մասին ու շարունակում ենք մենք այդ նույն ճանապարհը շատ քաղաքականացված է եւ քաղաքականացված է հատկապես Ռուսաստանի կողմից ծրված այսպես ասած հետաքրքրություններով ու այս հարցերը մենք պետք է հասցրենք որ հասկանանք թե որը եղավ այն մեր պարտության կամ դժբախտությունների պատճառը որտեղ բայց մենք նույնիսկ հիմա դա չենք անում այս քաղաքականացված խոսակցությունները էլի դրա վաղ վկայություն են ուղղակի ճանապարհը պետք է լինի դա գիտական ճանապարհով հոդվածներ որոնք կտարբերակեն այդ խեղաթյուրված իրականությունը իրական հողի վրա գործ ունեցող իրականությունից ուղղակի սա պետք է լինի նաև մեր հիմնական եզրահանգումներից մեկը բացի ուժեղ պետություն ունենալուց ուժեղ պետություն առանց սեփական հետազոտական ներուժի որ դու քեզնով ես հասկանում քո խնդիրները այլ ոչ թե ուրիշները գրում են տալիս են ու դու դա սովորում ես չի լինելու Պարոն Պետրոսյան ինչ խոսք խոսել ծանր իրողությունների մասին մանավանդ այսօրը ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին շատ ավելի անշնորհակալ գործ է քան խոսել հայրենասիրությունից, կարս մուշ արտաղանից, Արցախ վերադարձից եւ ես շատ շնորհակալ եմ ձեզ որ այսօր դուք ինձ հնարավորություն տվեցիք այդ մասին խոսել, զբաղվել այդ անշնորհակալ գործով։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր ԱՄՆ-ից Տեխաս նահանգից արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպիսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։